Նայիրի Հոխիկյանին նախապատրաստվի Զարուհի Փոստանջյան։ Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, շնորհակալություն կազմակերպիչներին այս անչափ կարևոր նախաձեռնության համար, որովհետև մենք գիտենք, որ այսօր բանտերում տառապում են 30-ից ավելի մեր հայրենակիցներ, սակայն ոչ միայն բանտերում, այլև թեկուզ համեմատական ազատության մեջ 100-ից ավելի են քաղաքական հալածյալները։ Պիտի խոստովանեմ, ես ինքս էլ քաղաքական հալածյալ եմ, որովհետև իմ վրա եւս քրեական գործեր կան, մեր ճակերտավոր սիրելի Ալեն Սիմոնյանը իմ դեմ եւս հայցեր է ներկայացրել եւ պիտի այսպես զավեշտով ասեմ, շատ անգրագետ իրավական փաստաթուղթը հասավ մինչև Վճռաբեկ դատարան, առաջին ատյանը վերաքննիչը մերժեցին թերի եւ անգրագետ ներկայացված հայցի համար, Վճռաբեկ դատարանը բեկանեց գործը առերևույթ եւ ակնհայտ այսպես ուղղորդմամբ նշելով, որ դատարանները չեն հուշել Ալեն Սիմոնյանի փաստաբանական խմբին, թե ինչ կարելի է անել։ Պատկերացնում եք։ Հիմա իհարկե բարեբախտաբար ես բանտում չեմ, բայց օրերս Բագրատ Սրբազանի եւ մեր մյուս արդարների դատին էի ներկա եւ մոտս այսպիսի մի միտք առաջացավ, որ սա հավատարմության դատ է, հավատարմություն հայրենիքին, հավատարմություն սկզբունքներին, հավատարմություն մեր անվտանգությանը, թեպետ կիսաթուրքերի իշխանությունը հայտարարում է, թե իրենք են խաղաղությունը բերում, բայց իրական խաղաղությունը բերում են այն մարդիկ, ովքեր պայքարում են հայրենիքի համար։ Սիրելի հայրենակիցներ, ես այստեղ տեսնում եմ մեզնից ձախ մեր քաղբանտարկյալների նկարները եւ կարծում եմ պատահական չէ, որ վարչապետի, փոխվարչապետների եւ մյուսների աթոռների դիմաց դրված են Միքայել Սրբազանի, Սամվել Կարապետյանի, Լիդիայի, Բագրատ Սրբազանի նկարները, որովհետեւ կարծում եմ, որ հենց նրանք են արժանի, որպեսզի վաղը չէ մյուս օրը հենց նրանք լինեն երկրի ղեկավարի պաշտոններում, որովհետեւ վստահ եմ, որ հենց նրանք կարող են մեր երկիրը իրական խաղաղության հասցնել, ուժեղ խաղաղության հասցնել, ոչ թե ծնկաչոք խաղաղության։ Եվ այս կոնտեքստում երկու բառով նշեմ, հիշեցնեմ մի պատմական փաստ։ 1930-ականներին, երբ Գերմանիայում ֆաշիստական ռեժիմն էր իշխանության, նա հայտարարում էր, թե ինքը ժողովրդի անունից է ընտրված, ժողովրդի կողմից, բայց ֆաշիզմը հենց օգտագործում է ժողովրդի անունը, իրականում ժողովրդի հետ ոչ մի կապ չունի ֆաշիզմը, նա օգտագործում է ժողովրդի անունը, որպեսզի կարողանա բռնաճնշումների ենթարկել ընդդիմադիրներին, քաղաքական ընդդիմախոսներին եւ բանտերը լցնել, այդ թվում սպանություններ կատարել այն մարդկանց նկատմամբ, ովքեր համարձակվում են ընդդիմախոսել։ Եվ հիշենք երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Ֆրանսիայում իշխանության էր Վիշի ռեժիմը, մարշալ Պետենի, Ֆիլիպ Պետենի գլխավորությամբ, որը շատ նման է Հայաստանի այսօրվա կառավարությանը։ Իրենք եւս հայտարարում էին, թե խաղաղություն եւ ժողովրդավարություն են բերում Ֆրանսիային, բայց իրենք փաստացի ենթարկվում էին ֆաշիստական Գերմանիային։ Իմ կարծիքով այդ երկու համեմատությունները շատ նման են ֆաշիստական Գերմանիան մեր հարևան Ադրբեջանին եւ այսպես ֆաշիզմի առաջ կիսաֆաշիստական ռեժիմը Հայաստանի կառավարությունն է։ Ցավոք սրտի, մեծ ցավով եմ ասում, բայց ինչպես ֆաշիստական Գերմանիան, այնպես էլ կիսաֆաշիստական Ֆրանսիայի Պետենի, Ֆիլիպ Պետենի գլխավորությամբ երկուսն էլ շատ արագ զրկվեցին իրենց իշխանությունից, երկուսն էլ ունեցան շատ դառը ճակատագիր եւ երկու երկրներում էլ իշխանության եկան իրական ժողովրդավարական եւ իրական ազգային ուժերը, Ֆրանսիայում Դը Գոլը, ով է լինելու Հայաստանի Դը Գոլը, ահա նրանց նկարները այստեղ են։ Ես վստահ եմ, որ մասնավորապես մեր ձևով շարժումը կարող է օրինակ ունենալ այն հզոր աջակցությունը, որը կկարողանա հասնել մեծ հաջողությունների։ Նույն կերպ Հայաստան դաշինքը, նույն կերպ Հանրապետական կուսակցությունը եւ բոլոր այն ուժերը, որոնք իրենց հռչակել են որպես ազգային, կարող են ժողովրդի ամբողջական վստահություն ունենալ եւ հասնել հաջողության։ Եվ սիրելի հայրենակիցներ, հիշեք,
Այս խոսքս իհարկե հիմա ուղղեմ Հայաստանի կառավարությանը, իշխանությանը։ Ձեզ թվում է, թե դուք շատ խելացի եք եւ կարող եք Թուրքիայի, Ադրբեջանի հետ թվացial, այսպես բարեկամություն անելով Հայաստանի համար իբրև թե ձեր կարծիքով անվտանգություն բերել կամ ձեր իշխանությունը երկարացնել։ Դուք Էրդողանին լավ չեք ճանաչում։ Դուք դարձել եք Էրդողանի գործիք եւ Էրդողանի եւ նրա հոգեվոճխար Ալիևի գործիքն եք դարձել։ Եվ ձեզ թվում է, դուք կարող եք ինչ-որ բան խաբել, բայց դուք չարաչար սխալվում եք, դուք այլևս չեք կարող դուրս գալ նրանց թակարդից։ Հետևաբար, ես ներկայացնում եմ այստեղ Հայաստանի դիվանագիտական հիմնադրամը։ Հայաստանի դիվանագիտական հիմնադրամի անունից կոչ եմ անում մեր բոլոր քաղաքական ուժերին եւ անհատներին։ Մենք պատրաստ ենք դառնալ հարթակ բոլոր միասնության, համերաշխության քննարկումների համար։ Եվ ինչպես պարոն Սաղաթելյանը նշեց իր կոչում, այո, անհրաժեշտ է մի կողմ թողնել բոլոր տեսակի ամբիցիաները, բոլոր տեսակի քաղաքական նեղացվածությունը եւ գնալ իրական համագործակցության։ Գիտեք, այստեղ կարող ավարտում եմ։ Այստեղ կարող են եւ կան բնականաբար տարբեր քաղաքական անհատներ, գործիչներ, ովքեր իրար նկատմամբ լավ կամ վատ վերաբերմունք ունեն։ Մեկը ես խոսքս ավարտեմ հետեւյալ մտքով։ Ամենայն հարգանքով բոլոր ընդդիմադիր ուժերի նկատմամբ, բայց այս ուղերձը շատ կարևորում եմ։ Հարգելի Նարեկ Սամսոնյանը եթերում բազմիցս իմ նկատմամբ վատ արտահայտություններ է արել, անտեղի, բայց դա չի խանգարում, որպեսզի ես հիմա այստեղից իմ աջակցությունը հայտնեմ նրան եւ մեր բոլոր քաղբանտարկյալներին եւ նշեմ, որ անկախ նրանից, թե մեզնից յուրաքանչյուրը ինչ քաղաքական հայացքներ ունի, մենք ունենք բոլորս մեկ թշնամի եւ այդ թշնամին կոչվում է Թուրքիա եւ Ադրբեջան եւ նրանց քաղաքական կամակատար Նիկոլ Փաշինյան։ Այլ թշնամի չկա։ Եվ եթե մենք չենք կարողանում վեր կանգնել մեր անձնական ամբիցիաներից, մենք հավասարվում ենք Նիկոլ Փաշինյանին։ Ուրեմն եկեք բոլորս միասին կարողանանք վեր կանգնել այդ ամբիցիաներից եւ հասնենք իրական համերաշխության։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։